Ես ի սկզբանե ասել եմ, որ այստեղ արհեստական մեղսակցում կա Նարեկ Օհանյանի, այսինքն քննիչը կատարել է հնարավոր բոլոր գործողությունները, որպեսզի Նարեկ Օհանյանին արհեստականորեն մեղսագրի ինչ-որ հանցանքների կատարում։ Դուք ինքներդ տեսաք, չէ՞, որ քրեական վարույթի նյութերում առկա էր փաստաթուղթ, որում ինքնաձիգը եւ Վալոդիա Գրիգորյանի նկարները նույն էջում էին տեղադրված մեկը մյուսի վրա, ինքնաձիգ ուղղված Վալոդիա Գրիգորյանին։ Բայց երբ որ հետազոտեցինք հեռախոսը, պարզվեց, որ այդպիսի բան հեռախոսում առկա չէ։ Այսինքն քննիչը կամայականորեն որոշակի լուսանկարներ համադրել էր մեկը մյուսի հետ, որ դատարանի վրա եւ կողմերի վրա որոշակի տպավորություն գործելու համար։ Հիմա ինչ վերաբերում է լազերային սկավառակներին, առաջին նիստից ասում ենք, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, մի քանի ամիս շարունակ Նարեկ Օհանյանի նկատմամբ կատարվել են գաղտնի քննչական գործողություններ եւ ոչ միայն Նարեկ Օհանյանի նկատմամբ, Ախտոյանների նկատմամբ, Գևորգ Հարությունյանի նկատմամբ, նրա մոր նկատմամբ։ Հիմա քննիչը վերցրել է ընտրողաբար այդ գաղտնի քննչական գործողություններից մի քանի արձանագրություն, դրել է քրեական վարույթի մեջ, մնացած բոլոր այդ գաղտնի քննչական գործողությունների արդյունքները զննել է, բայց զննության արդյունքների մասին գործում չի արձանագրել, նշել է, որ լազերային սկավառակները կցվում են քրեական վարույթին, բայց այդ քրեական վարույթին կցված լազերային սկավառակները դատարանին ու մեզ չի տրամադրում։ Ինչու, որովհետև ես կարծում եմ, որ այդ լազերային սկավառակներում կան որոշակի տեղեկություններ, որոնք կարող են հնարավորություն ընձեռել պաշտպանական կողմին ամբողջությամբ բացահայտել հանցանքը։ Պատկերացնեք, մի քանի ամիս շարունակ անձանց գաղտնը լսել են, կատարել են ներքին դիտում, բազմաթիվ գործողություններ։ Ինձ համար տարօրինակ է նաև դուժող կողմի վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ, որովհետև միգուցե նաև այնտեղ կան այնպիսի տեղեկություններ, որը նաև իրենց կողմի բացահայտել հանցանքը։ Չէ՞, այստեղ մենք եւ դուժող կողմը դատավարությունին որոշակի առանձնահատկություններ, ընդհանրություններն ենք, չէ՞ մենք որոշակի առումով։ Մենք ասում ենք, որ հանցագործությունը ամբողջությամբ բացահայտված չէ, բայց իմ ամբողջ միջնորդությունները ուղղված են հենց դրան։ Բայց քննիչը մի մասը տալիս է, մի մասը չի տալիս։ Ինչի՞ չի տալիս։ Տեսեք, այդքան ես պայքարում եմ, ասում տվեք եւ նշեմ դա դատարանի պարտականությունը, դատարանը միջոցներ չի ձեռնարկում դրանից տրամադրելու համար։ Ինչ-որ փուլերում ասում եք կտրամադրել։ Ախր դա ի սկզբանե առաջ հենց օրվանից պետք է տրամադրվեր պաշտպանական կողմին։ Հենց առաջին օրվանից պետք է ուղարկվեր դատարան, չեն ուղարկվել։ Քննիչ ինչ է ինձ ասում, արի նստի մի ամիս, քննչական կոմիտեում տամ քեզ ամբողջ, տեսի ինչն է քեզ պետք, վերցրու գցի, դու ո՞նց եք դա պատկերացնում։ Պաշտպանը գնա մի ամիս քննչական կոմիտեում աշխատի, քննիչը աշխատասենյակում զնի այդ հսկայական տեղեկատվությունը, պարզի այդ պահին որն է պետք, որը պետք չի, միգուցե այդ պահին չեմ տեսնում, հետո եմ տեսնում։ Այսինքն մեզ հասանելի փաստաթղթերը մենք պետք է խնդրենք, որ տրամադրվեն մեզ։ Արոն Հովհաննիսյան, կարծում եք քննիչը այդպես է անում, որպեսզի ի սկզբանե քննչական կոմիտեի նախագահի արած հայտարարությունը, թե այս գործը բացահայտված է եւ վենդետա է, այդպես լինի։ Այո։ Կարճ ասեմ, այո։ Հիմա այսօր մենք հետազոտեցինք ապացույց, եթե մյուս նիստին ներկա է գտնվելու, ես ձեր ուշադրությունը կսավեռեմ մի քանի հանգամանքների վրա, եւ դուք կհամոզվեք, որ դա արհեստական գործողություններ է, խոզարկությունը։ Իրականում այն ինչ որ կատարում էր, այդ ամեն ինչը բեմադրված է։ Այսինքն ինչ որ հայտնաբերեցին, այդ ամեն ինչը բեմադրված է։ Ես ես հատվածաբար ցույց կտամ եւ դատան դուք կհամոզվեք, որ դա բեմադրված գործողություն է։ Իմ հարցազրույցության հետ կապված, այնտեղ երբ հայտնաբերվեցին, որ այդ տարայում այրված իրեր կան, Նարեկ Օհանյանը ասաց, որ տեղյակ չի եղել, որ այդտեղ վառել են իրեր են վառված, կարող է տեղյակ չլիներ, որ իր տամբակում կրակ են արել, իրեր են այրել։ Ինչ դուք տեսաք այդ տան դարպասները։ Տունը դարպասներ չուներ։ Տունը կիսակառույց էր, պարիսներ չուներ, ցանկացած անձի համար հասանելի է։ Եվ Նարեկ Օհանյանը տանը չի բնակվում։ Դա կիսակառույց տուն է, Նարեկ Օհանյանը այլ հասցեմ է բնակվում։ Նարեկ Օհանյանը ամեն օր այդտեղ չի գնում։ Տեսախցիկներ էլ չկան։ Տեսախցիկներ կան, բայց չեն ձայնագրում ցավոք։